խնդրեմ ներկայանաք եւ ասեք, թե դուք կոնկրետ ինչքան գումար եք, փորձել կամ ինչքան վարկ են ձևակերպել ձեր անունով։ Ես Միքայելյան Արմանն եմ, իմ անունով ձևակերպել է ID բանկում 8.560.000 դրամ վարկ։ Ինչ եք արել, հղում եք բացել, ինչ հղում էր։ Ընդհանրապես բանկային սիստեմի հետ կապ չունեցող հղում է եղել։ Facebook հավելվածում եղել է հարցեր Հայաստանի եւ հայերի մասին։ Ես փորձել եմ տեսնել հայերի մասին եւ Հայաստանի մասին ինչ հարցեր կան եւ link սեղմել եմ, ասել է հարցաշարը բացելու համար, ցես հիմա կոդ կգա, մուտք արեք այդ կոդը։ Եկել է հաղորդագրությունը ռուսերեն լեզվով եւ չեմ կարդացել, արդեն գիտեմ, որ հարցաշար բացելու համար է, մի անգամից մուտք եմ արել այդ թվերը։ Այդ եղավ ենթադրենք, եղավ ինչ որ տվյալի տրամադրում, մեկ աստիճան, ճիշտ է, այլևս ոչ մի ինֆորմացիա չի տրամադրվել որևէ մեկին։ Անվտանգությունը լրիվ 0 է։ Ձևակերպել է վարկը ձևակերպել է շատ լավ, ձևակերպել է։ Փոխանցումներ է լինում տարբեր հաշվեհամարների։ Իդրամի, ID բանկի տարբեր հաշվեհամարների։ ID բանկը ինչի չի զանգում ինձ իր հաճախորդին, ասի հարգելի քաղաքացի, նույն հաճախորդին չի փոխանցվում, էլի 17 ուղղությամբ գնում է ձեր գումարները, դուք եք փոխանցողը, թե դուք չեք։ Ինքը չի զանգում, Էրիկ չի, ես եմ զանգում, խնդրում եմ, որ սառեցնի, չի սառեցում իմ հաշիվը։ Հաղում է տալիս Իդրամին, Իդրամ զանգեք, Իդրամը չի պատասխանում, հետո նորից զանգում եմ բանկ, եւ այդպես մինչեւ կարողանում եմ սառեցնել իմ հաշիվը, մնացորդը կազմում է 2 միլիոն եւ փոխանցված 500.000 դրամ էլ արդեն Իդրամին, որը որ 2 օր անց ուղղել ենք Մայր գումարի մարմանը։ 6 միլիոն դրամ այս պահի դրությամբ մնում է որպես վարկ ձեր անունով ձևակերպված։ Այո, մնում է իմ անունով ձևակերպված վարկ, բայց այդ վարկը չի կարա իմը լինի, որովհետև չունենք կնքված բանկի այդ վարկային պայմանագիր։ Պայմանագրի իրենց կանոնադրության մեջ գրված է, որ պայմանագիրը համարվում է կնքված կողմերի ստորագրման պահից։ Չկա պայմանագիրը ինձ ուղարկված պայմանագրի մեջ ոչ մի կողմի ստորագրություն։ Պայմանագրին կից մինչև պայմանագիրը ուղարկելը, այնտեղ թուղթ կա, որտեղ որ գրած է հարգելի քաղաքացի, կարդաց, մտածի, նոր ստորագրի։ Ես փաստացի ոչ կարդացել եմ, ոչ ստորագրել եմ, ոչ էլ մտածել եմ։ Եվ այդ ստորագրությունը չստանալու դեպքում դու ինչ ես տրամադրել վարկ։ Լավ, թեկուզ ես եմ ինչ ես տրամադրել առանց իմ ստորագրության։ Այդպես փոխանցումները գնացել են եւ հակիրճ անդրադառնանք այս կառույցի ղեկավարի ասածին, որ մոտ 10 օր կլինի երևի թե, որ ասել է իբր թե սառեցված են քաղաքացիների նկատմամբ պահանջը, ամսի 7-ին ընդամենը այսօր ամսի 13-ն է, ճիշտ է, 6 օր առաջ հաղորդագրություն եմ ստացել, որ վարկային պարտավորություններ ունեմ, պետք է մուծեմ, այլապես կփոխանցվի կենտրոնական բանկ եւ հարկադիր կատարողներին։ Ինչքան 21.7%-ով է ձևակերպված է, փաստացի տոկոսադրույքը 21.7-ա, տարեկան նենց գալիս է 24%, էլի, ամիսը 2%։ Ամսական մարմները 5 տարի ժամկետով ամսական մարմները 254.000 դրամի կար։ Իսկ դուք երբևէ նման մեծ գումարի համար դիմել եք բանկ վարկ ձևակերպելու համար, ձեզ արդյոք տրամադրել են կամ մերժել են։ Կոնկրետ ID բանկ դիմել եմ։ Այդ զեղծարարությունից 1.5-2 ամիս առաջ երևի։ Այդ ամեն ինչը ակրաբյուրոյով երևում է։ Բարկունակությունը գնահատվել է 1.400.000 դրամ։ Դրանից հետո բազմիցս ասել եմ, ոչ աշխատավարձը է փոխվել, ոչ վարկային պատմությունն է փոխվել, բայց on-line կերպով առանց ինձ տրամադրվել է այդքան ահռելի գումար։ Կարող է այդ բանկի համար չնչին գումարը, մի օրվա ծախսը կարող է, մի ժամվա ծախսը, բայց իմ համար այդ երևի թե 2 տարուց ավելի աշխատավարձ է։ Ես չեմ պատրաստվում ինչ-որ մեկի տարածը 2 տարի ուղղակի աշխատեմ, չապրեմ, որ տանեմ փակեմ։ Իսկ բանկի կողմից որևէ բացատրություն եղել է այդ դեպքի կատարվածի վերաբերյալ, հա, ինչպես է ստացվում, օրինակ ձեզ 1 միլիոն դրամի չափով են վարկ տրամադրում, կախված աշխատավարձից, հա, բայց ավելին ասեմ, բանկը 3 առաջի օրը բանկի աշխատակիցը զանգել է ինձ եւ հարց է տալիս, թե արդյոք ես ունեմ այն փաստաթուղթը, որ
ես դիմել եմ իրենց ու իմ վարկունակությունը գնահատվել է 1.4 միլիոն դրամ։ Այդ փաստաթուղթը, եթե հետևում են, թող իմանան, թափանցիկ է, ակրաբյուրոյով կարող են հանել, տեսնել, որևէ խնդիր չեմ տեսնում, էլի։ Մանավանդ, ու բազմիցս ես ակրաբյուրոյով նայել եմ, բազմիցս ID բանկը գնահատել է իմ վարկունակությունը, բայց ես տեղյակ չեմ եղել դրա մասին։ Ինչու՞։ Առանց իմ իմացության ակրաբյուրոյով երևում է, որ ID բանկը կարելի է ասել ամիսը մեկ գնահատել է իմ վարկունակությունը։ Իմ մոտ հարց առաջանում, ինչ ես գնահատել, եթե ես տեղյակ չեմ։ Կամ գնահատել ես, անգի ասա, հարգելի քաղաքացի, գնահատել ենք, դուք կարող եք այսքան վարկ վերցնել, կուզեք թե չեք ուզի։ Ամեն դեպքում գնահատվել է 1.4, ինչա տրամադրվել է, այդ հարցին իրանք չեն կարողանում պատասխանել։ Ինչա ժողովրդին ծանոթությունները գնում ռուսաց լեզվով չեն կարողանում պատասխանել։ Այլ գործիքից մուտք է լինում մեկ այլ իդրամ հաշիվ, IP ադրեսը բանկում փոխվում է, իրանք տեսնում են, չեն զանգում հաճախորդին, ասեն փոխվել է, դուք եք թե դուք չեք։ Տարբեր ուղղություններով գնում է գումարները, չեն զանգում, հարցնեն դուք եք թե դուք չեք։ Բազմաթիվ բացթողումներ կան, որոնք որ պետք է շտկվեն, կարգավորվեն ու քանի որ, իդրամից հաղորդագրություն է եկել, որ հարգելի քաղաքացի հավելվածը թարմացվել է, կատարել ենք սխալների ուղը։ Եթե դուք ընդունում եք, որ կան այդ սխալները, եւ ես դարձել եմ քո սխալի պատճառով ֆինանսական տուժող, ուրեմն հարգելիս ընդունի քո սխալը եւ վերցրու այդ պատասխանատվությունը քո վրա, ինչի պիտի ես վերցնեմ, ուրիշի փողը փակվեմ։ Դուք ասացիք, որ 17 տարբեր հաշիվների է, գնացել այդ 6 միլիոն դրամը մոտավորապես։ Ունեք տեղեկատվություն, օրինակ այդ հաշիվները ինչ անուն ազգանուններով են գրանցված, բանկը արդյոք փորձել է գոնե այդ մասով ինչ որ քայլեր անել, գումարը Նայեք, ես պահանջել եմ բանկից, որ սառեցնի, որովհետև բանկային օրվա ավարտ էր, 16:36, 16:40 է եղել։ Բանկին խնդրել եմ սառեցնել այն բոլոր հաշիվները, որոնց որ փոխանցվել են ինձանից գումարներ։ Եվ բանկից ստացել եմ այն պատասխանը, որ քաղաքացի ջան, այդ հաշվետերը պիտի պահանջի, որ սառեցնենք կամ ունենանք դատարանի որոշում։ Այստեղ մեկ այլ հարց է գալիս, բայց մի հաշվետերը ես էի, զանգել էի 5.970.000 կար եւ պահանջում էի սառեցնել։ Ինչի՞ չսառեցրեցիք։ Ուրեմն ունեք, չէ՞, ինչ-որ նպատակաուղղվածություն, շահագրգռվածություն, փոխանցված 17 փոխանցումների մեծ մասը հենց ID բանկի հաճախորդներ են, քարտերի հաշվի համարներով ID բանկի հաճախորդներ են։ 3 անուն ազգանունով տվել եմ իրանք էլ կարան տեսնեն։ Քաղվածքը հանված է իդրամից, տրված է իրանց, ոչ մեկ չի զբաղվում։ Եթե զբաղվող լինեին, հաստատ կգտնեին, չեն զբաղվում։